Ողջույն սիրելի հետևորդներ, մի պահ պատկերացրու, այսօր Աստված կանգնում է քո սրտի դռան առաջ և ասում քեզ, ցույց տուր ով է ապրում քո ներսում, դու կարող ես ասել ես հավատացյալ եմ, կարող ես ասել ես եկեղեցի եմ գնում, կարող ես ասել նույնիսկ ես Աստծուն սիրում եմ, բայց Պողոս առաքյալը այսօր շատ ավելի խոր հարց է տալիս, եթե դու Աստծո տաճարն ես, ապա ինչ գործ ունի քո ներսում այն ամենը, ինչն Աստծուն հակառակ է, որովհետև տաճարը պարզապես գեղեցիկ շենք չէ, տաճարը այն վայրն է, որտեղ Աստծո ներկայությունն է, և եթե Աստված ուզում է բնակվել քո մեջ, ապա պետք է հարցնենք, ինչին ենք մենք տեղ տվել Աստծո կողքին։ Պողոս առաքյալի խոսքը այսօր էլ է սուր հնչում, ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ։ Արդարև, կենդանի Աստծո տաճար եք դուք, ինչպես ասած, պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։ Հետևաբար դուրս եկեք նրանց միջից և հեռու մնացեք, ասում է Տերը, մի դիպեք պիղծ բաներին և ես կընդունեմ ձեզ։ Ես կլինեմ ձեզ համար հայր, դուք կլինեք ինձ համար որդներ ու դուստրեր, ասում է ամենակալ Տերը։ Սիրելիներ, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարել դարձնենք սրբությունը Աստծո երկյուղով, ամեն։ Կենդանի Աստծո տաճարն եք։ Սա հաճելի խոսք չէ, այլ պատասխանատվություն։ Պողոս առաքյալն ասում է, մենք կենդանի Աստծո տաճար ենք, ուշադրություն դարձնում, նա չի ասում եկեղեցին միայն շենքն է, այստեղ հավատացյալների համայնքն է ներկայացնում որպես Աստծո բնակության վայր։ Նոր կտակարանի մյուս հատվածներում ևս քրիստոնյաները ներկայացվում են որպես Աստծո տաճար։ Սա նշանակում է քո հավատքը միայն կիրակի օրվա 2 ժամը չէ։ Քո կյանքը դառնում է Աստծո ներկայության վայր, քո տունը, քո աշխատանքը, քո խոսքերը, քո հարաբերությունները, քո հեռախոսը, քո սոցիալական ցանցի էջը, քո գաղտնի կյանքը, այստեղ է ամենացավոտ հարցը և եթե քո կյանքը տաճար է, ապա ամեն ինչ, որ մտնում է այնտեղ, արժե ներս թողնել։ Աստծո տաճարը չի կարող կուռքերի հետ պայմանագիր կնքել։ Պողոսը հարցնում է, ինչ համաձայնություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ։ Պատասխանն ակնհայտ է, ոչ մի։ Կուռքը միայն հին աշխարհի արձանը չէ։ Այսօր մենք կարող ենք կուռքեր չունենալ տանը, բայց ունենալ դրանք սրտում։ Փողը կարող է դառնալ կուռք, իշխանությունը կուռք, հանրաճանաչությունը կուռք, սեփական եսը կուռք, մարդու կարծիքը կուռք, հեռախոսը կուռք, նույնիսկ հարաբերությունները կարող են կուռք դառնալ, եթե մարդուն Աստծուց վեր ենք դասում։ Ժամանակակից մարդու ամենամեծ կուռքերը երբեմն անտեսանելի են։ Դու կարող ես առավոտյան արթնանալ և առաջինը վերցնել հեռախոսը։ Քնելուց առաջ վերջին բանը դարձյալ հեռախոսն է։ Օրվա ընթացքում տարատեսակ անգամ, տասնյակ անգամ ստուգել, ով ինչ գրեց, ով ինչ հավանեց, ով ինչ ասաց, և հետո ասել, Աստված իմ կյանքի կենտրոնում է։ Պողոս առաքյալը հարցնում է, իսկ իրականում ով է քո կյանքի կենտրոնում, որովհետև այն ինչ կառավարում է քո ուշադրությունը, ժամանակը, սիրտը, շատ հաճախ արդեն դարձել է քո կուռքը։ Ես կբնակվեմ նրանց մեջ և կքայլեմ նրանց մեջ։ Ահա հատվածի ամենագեղեցիկ խոստումը։ Աստված ասում է, ես կբնակվեմ նրանց մեջ և կքայլեմ նրանց մեջ, և ես նրանց Աստվածը կլինեմ, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն։ Այս խոսքերը Պողոս առաքյալը կապում է հին կտակարանի Աստծո բնակության խոստումների հետ։ Սա նշանակում է Աստված հեռու դիտորդ չէ մեր կյանքում։ Քրիստոնեական կյանքը միայն Աստված երկնքում է, ես այստեղ հարաբերություն չէ, Աստված ուզում է բնակվել մարդու մեջ։ Ու այստեղ շատ կարևոր բան կա, եթե Աստված բնակվում է մարդու մեջ, մարդը այլևս չի կարող ասել, իմ կյանքը իմն է, ինչ ուզում եմ կանեմ։ Քրիստոնեական կյանքը հենց այստեղ է սկսվում։ Ելեք նրանց միջից և բաժանվեք։ 17-րդ համարում Պողոս առաքյալը տալիս է շատ ուժեղ հրաման։ Ելեք նրանց միջից։ Սա հաճախ սխալ է հասկացվում։ Պողոս առաքյալը չի ասում ատեք մարդկանց, չի ասում փախեք աշխարհից, չի ասում քրիստոնյան պետք է ոչ մեկի հետ շփվի։ Նա ասում է մի մասնակցել այն ապրելակերպին, որը հակառակ է Աստծուն։
Սուրբ հայրերի Հովան Ոսկեբերյանը հենց այս նույն հատվածում շեշտում է Պողոսի հակադրությունների ուժը, լույսն ու խավարը, Քրիստոսն ու Բելիարը, հավատացյալն ու անհավատը։ Նա նաև ընդգծում է, որ մի դիպչիր անմաքուրին կոչը վերաբերվում է ոչ միայն արտաքին գործողություններին, այլև հոգու անմաքրությանը, անբարոն մտքերին, չարությանը եւ խաբեությանը։ Ուրեմն քրիստոնյայի խնդիրը մարդկանցից փախչելը չէ, մարդկանց մեջ ապրելն է, առանց նրանց մեղավոր ապրելակերպը յուրացնելու։ Մի դիպչեք անմաքուրին, այս խոսքը այսօր հատկապես շատ կարևոր է, որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անմաքրությունը կարող է մտնել տուն առանց դուռը բացելու։ Պարզապես հեռախոսի էկրանով, մի հպումով, մի տեսանյութ, մի էջ, մի հաղորդագրություն, մի անմեղ հետաքրքրություն եւ մարդը երբեմն ասում է ես ընդամենը նայում եմ, բայց այն ինչ դու անընդհատ նայում ես, սկսում է ձևավորել այն ինչ դու մտածում ես, այն ինչ մտածում ես ձևավորում է ցանկություններդ, ցանկությունները ձևավորում են ընտրություններդ, իսկ ընտրություններդ կյանքդ։ Ուրեմն հարցը սա չէ, ինչն է թույլատրելի, ավելի կարևոր հարցն է, ինչն է ինձ մոտեցնում Քրիստոսին։ Քրիստոսյան չպետք է անընդհատ հարցնի, ես սա կարելի է, թե չի կարելի։ Հիսուս հասուն քրիստոնյան հարցնում է, սա իմ հոգին մաքրում է, թե աղտոտում։ Ես ձեզ հայր կլինեմ եւ դուք ինձ որդիներ եւ դուստր։ Ահա Աստծո հրամանից հետո գալիս է Աստծո խոստումը։ Եթե մարդը հեռանում է անմաքրությունից, Աստված ասում է, ես ձեզ հայր կլինեմ։ Այսինքն Աստված մեզ չի կանչում միայն ինչ-որ բաներից հրաժարվելու, նա կանչում է հարաբերության։ Սուրբ Հովան Ոսկեբերյանը հենց այստեղ ուշադրություն է դարձնում այն մեծ պատվին, որ մարդը շնորհով դառնում է Աստծո որդի եւ դուստր։ Ու սա շատ կարեւոր է հասկանալու համար։ Քրիստոնեությունը միայն մի արակրոն չէ, մի ստիր, մի շնացիր, մի ատիր, մի նախանձիր, մի չարախոսիր։ Սրանք իհարկե կարևոր են, բայց քրիստոնեությունը դրանով չի ավարտվում։ Աստված ասում է, ես ուզում եմ քեզ ինձ մոտ բերել։ Նա ուզում է, որ դու ապրես ոչ միայն մեղքից զատ, այլ Աստծո հետ կենդանի հարաբերության մեջ։ Ուստի սիրելիներ, այսպիսի խոստումներ ունենալով 7-րդ գլխի առաջին համարը սկսում է շատ կարևոր բառերով։ Ուստի, այսինքն, քանի որ Աստված այնքան բան է խոստացել, մենք ինչպես պետք է ապրենք, պատասխանը մաքրենք մեզ մարմնի եւ հոգու ամեն պղծությունից։ Ու այստեղ Պողոս առաքյալը հավասարակշռում է երկու բան՝ Աստծո շնորհը եւ մարդու պատասխանատվությունը։ Աստված է ընդունում, Աստված է բնակվում, Աստված է հայրը, բայց մարդն էլ պետք է մաքրի իրեն մարմնի եւ հոգու ամեն պղծությունից։ Սա նշանակում է Աստծո առաջ մաքրությունը երկկողմանի է։ Մարդը կարող է արտաքինից շատ բարեպաշտ երևալ, բայց ներսից լինել նախանձով։ Կարող է արտաքին վարքը ճիշտ լինել, բայց ներսում չարախոսություն լինել։ Կարող է չգործել բացահայտ մեղ, բայց հոգում պահել ատելություն։ Պողոս առաքյալն ասում է. մարմնի եւ հոգու։ Աստված ուզում է, որ ոչ միայն քո գործողությունները, այլև քո սիրտը։ Սուրբ Հովան Ոսկեբերյանն ասում է, միայն անմաքուր բանին չդիպչելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև սրբությունը կատարելագործել Աստծո երկյուղով։ Նա զգուշացնում է, որ նույնիսկ բարոյական վարքը կարող է կատարվել մարդկանց հաճոյանալու համար, ոչ թե Աստծուն։ Սա շատ խորը միտք է։ Դու կարող ես նույնիսկ լավ բան անել, բայց սխալ շարժառիթով։ Կարող ես օգնել, որպեսզի քեզ գովեն, կարող ես ծառայել, որպեսզի քեզ նկատեն։ Կարող ես հրապարակել քո բարեգործությունը, որպեսզի մարդիկ ասեն, ինչ լավ մարդ է։ Բայց Աստված նայում է ոչ միայն ինչ ես անում, այլ նաև ինչու ես անում։ Կատարելագործենք սրբությունը Աստծո երկյուղով։ Սա նշանակում է սրբությունը գործընթաց է։ Այսօր մի փոքր ավելի մաքուր, քան երեք։ Այսօր մի փոքր ավելի համբերատար։ Այսօր մի փոքր ավելի քիչ բարկություն։ Այսօր մի փոքր ավելի շատ աղոթք։ Այսօր մի քիչ ավելի քիչ դատապարտում։ Այսօր մի քիչ ավելի շատ սեր։ Սրբությունը մեկ օրվա որոշում չէ, այն ամբողջ կյանքի ճանապարհն է։
Արդ կյանքի ամենամեծ մարտահրավերը ներսի եւ դրսի հակադրությունը։ Այսօր շատ հեշտ է ստեղծել հոգևոր կերպար։ Սոցիալական ցանցում կարող ես հրապարակել Աստվածաշնչի որևէ մի համար, եկեղեցու լուսանկար, աղոթքի տեսանյութ, խաչ, բայց դրանից հետո նույն օրը կարող ես վիրավորել ընտանիքիդ անդամին, կարող ես անարդար լինել աշխատավայրում, կարող ես գաղտնի պահել այնպիսի կյանք, որը ոչ ոք չի տեսնում, բայց Աստված տեսնում է, եւ Պողոս առաքյալի պատգամը մեզ վերադարձնում է իրականությանը։ Աստված ուզում է ոչ թե քո էջը, այլ քո սիրտը։ Երեք հարց, որ այս հատվածը մեզ յուրաքանչյուրիս մտածելու առիթ է տալիս։ Առաջին հարցը. ինչ կուռք կա քո կյանքում։ Ինչն է Աստծուց ավելի շատ զբաղեցնում քո սիրտը։ Երկրորդը, ինչ եմ ես թույլ տալիս մտնել իմ տաճար։ Ինչպիսի տեսանյութեր, խոսքեր, հարաբերություններ, մտքեր եւ ցանկություններ։ Երրորդը, ինչպիսին է իմ գաղտնի կյանքը։ Ոչ թե այն կյանքը, որ մարդիկ տեսնում են, այլ այն, որը միայն Աստված է տեսնում։ Եթե այս երեք հարցերին ազնվորեն պատասխանենք, այս հատվածը կարող է ամբողջությամբ փոխել մեր կյանքը։ Ինչպես կիրառել այս խոսքերը առօրյայում։ Առաջին, ամեն առավոտ հիշիր, ես Աստծո տաճար եմ։ Սա թող լինի ոչ թե գեղեցիկ արտահայտություն, այլ պատասխանատվություն։ Երկրորդ հարցրու հեռացրու մի բան, որը քեզ պարբերաբար տանում է դեպի մեղք, մի էջ, մի սովորություն, մի ինչ-որ կապ, մի միջավայր։ Սահմաններ դիր հեռախոսի եւ սոցիալական ցանցերի նկատմամբ։ Ոչ ամեն ինչ հասանելի է, օգտակար է։ Դադարիր արդարացնել այն, ինչ գիտես, որ սխալ է, բոլորն են անում, քրիստոնեական չափանիշ չէ։ Քո հարաբերությունները ստուգիր, ով է քեզ մոտեցնում Աստծուն եւ ով է քեզ անդադար հեռացնում Աստծուց։ Մաքրիր ոչ միայն գործողություններդ, այլև մտքերդ, որովհետեւ շատ մեղքեր սկսում են նախ մտքում։ Բարի գործարա առանց գովասանքի սпасելու։ Սա կօգնի հասկանալ, ում համար ես իրականում ծառայում։ Ամեն երեկո ինքնակնություն արա։ Այսօր իմ կյանքում Աստծո ներկայությունը երևաց արդյոք։ Երբ ընկնես, մի փախիր Աստծուց, վերադարձիր, ապաշխարիր, սկսիր նորից։ Հիշիր, ամենակարևոր խոստումը ես ձեզ հայր կլինեմ։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այս հատվածը մեզ այսօր մի շատ անհարմար, բայց փրկարար հարց է տալիս։ Եթե դու Աստծո տաճարն ես, ինչ ես պահում քո տաճարի ներսում։ Մի փորձիր այս հարցից փախչել, նայիր քո սրտին։ Ինչ կա այնտեղ։ Աստված, թե փողը։ Սեր, թե նախանձ, ներողամտություն, թե տարիներով պահված վիրավորանք, մաքրություն, թե գաղտնի կյանք, որի մասին ոչ ոք չգիտի։ Պողոս առաքյալը մեզ չի թողնում միայն մեղքի դատապարտման մեջ, նա մեզ տալիս է հրաշալի խոստում. ես ձեզ հայր կլինեմ եւ դուք ինձ որդիներ ու դուստր կլինեք։ Ուրեմն Աստված քեզնից պարզապես չի ուզում, որ դու լավ մարդ լինես, նա ուզում է, որ դու իրեն պատկանես։ Եվ եթե Աստված քո մեջ ուզում է բնակվել, ապա այսօր համարձակություն ունեցիր մի քանի բան դուրս հանելու, մի վիրավորանք, մի մեղք, մի կեղծիք, մի կուռք, մի հարաբերություն, որը քեզ քանդում է, մի սովորություն, որը քեզ հեռացնում է Աստծուց։ Եվ թող քո սրտում տեղ բացվի Աստծո համար, որովհետև ամենամեծ ողբերգությունը այն չէ, որ մարդը չունի գեղեցիկ տաճար։ Ամենամեծ ողբերգությունն այնն է, երբ տաճարը կա, բայց Աստծո համար ներսում տեղ չկա։ Այսօր Աստված ասում է. ես ուզում եմ բնակվել քո մեջ, հարցը միայն մեկն է. դու պատրաստ ես բացել քո դուռը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել YouTube-յան ալիքին եւ այս տեսանյութը ուղարկել քո բոլոր քրիստոնյա բարեկամներին, ընկերներին, եղբայրներին ու քույրերին, նրանց եւս հաղորդակից դարձնելով Աստծո խոսքին։
Աստված օրհնի բոլորիդ։